Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին մեզ հետ եք։ Բարեկամներ, իսկ մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել Շիրակի մարզի խոհանոցը։ Եվ այսօր ինձ կրկին օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, մեր լավ բարեկամ Լուսինե Հովհաննիսյանը։ Բարև Լուսինե ջան։ Ողջույն պարոն Մամուլյան, լավ, դուք։ Շատ լավ եմ, շատ լավ եմ։ Այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք կրկին Շիրակի մարզից ուտեստ, շիլա ենք պատրաստելու դդումով եւ բրնձով, կաթի հիմքով։ Ընտրել եմ կլոր բրինձ, որպեսզի ավելի մածուցիկ լինի մեր շիլան։ Ծորացող, այո։ Այո։ Հիանալի, ես էլ կպատրաստեմ տհալը մեր ավանդական, գյումրվա տհալը, ընդհանրապես տհալը հարգելի հեռուստադիտողներ բնորոշ է մեր բոլոր մարզերին եւ մեր այդ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեռ 5-րդ դարից արդեն ներկա է տհալ, որ գաուրմա ենք ասում, ցավոք սրտի, բայց դա տհալ եւ կոչվում է դժվար հալչող։ Նախորոք 1.5 կամ 2 օր աղի մեջ ենք դնում փափկամիսը ամբողջական տավարի, կարելի է նաեւ գառան։ Հիմա մենք այդ աղի պրոցեսն արել ենք արդեն, լվանում ենք։ Ես այդ ընթացքում իմ շիլայի համար կմաքրեմ դդումը։ Այո։ Ես նշեմ, որ տարբերակ կա, Լորվա մարզում կա այդպիսի տարբերակ, որ հենց թարմ միսն են խաշում, նոր աղի հետ խաշում են, նոր տապակում են յուղի մեջ, նույնիսկ Սյունիքում այդպիսին կա, բայց կա նաև այս աղադրման պրոցեսը։ Հիմա մենք կտրատենք, ընտրել ենք ֆիլեն, ողնաշարի ներսի ֆիլեն, որը մենք կոչում ենք նաև սուկի։ Իսկ շիլայի պատրաստման պրոցեսը շատ պարզ է, դդումը եւ բրինձը խառնելու ենք այսպես կաթսայի մեջ։ Իսկ կերակուրը որքան պարզ, այնքան արժեքավոր։ Այո, եւ ավելացնելու ենք կաթ։ Շատ կարևոր է, որ միսը խաշենք եռացող ջրի մեջ, որպեսզի արագ կեղևապատվի։ Մսի սննդային արժեքները պահպանվեն։ Երասրած ջուր ավելացրինք։ Այո։ Նորից եմ կրկնում, աղի մեջ է դրված եւ լվացինք աղից։ Մենք աղ չենք օգտագործելու հիմա։ Դրանք խաշենք։ Ասեցինք շիլան, բրինձը եւ Դդումը եւ կաթը։ Դդում կաթ։ Եվ կուզենայի ուղղակի նշել, որ մենք որոշակի պրոցես բնականաբար մի կես ժամ պիտի խաշվի միսը, այնուհետև մենք կմիանանք եւ յուղով կսկսենք տապակելը, միսը նոր դնելու ենք էլի կտուչների մեջ, այսպես սովորաբար դնում են, յուղը լցնում են եւ շիլան նորին կպատրաստենք այդ ժամանակ եւ կմատուցենք, այնպես որ մենք կմիանանք ձեզ կես ժամ հետո։ Եվ այսպես բարեկամներ, միսը արդեն խաշվել է։ Հիմա հարկավոր է հանել, չուրացնել։ Հիշեցնեմ, որ մենք պատրաստում ենք տհալ, հռչակավոր, հայկական, նախուտեստ կամ մեր այդ պաշար անելու հզորագույն մշակույթը, այն մթերքները, որը առկա է, որը կա մեր մառաններում, որից տարբեր տեսակ կերակրատեսակներ են պատրաստել նաև տհալ պատրաստելուց հետո։ Խնդրեմ։ Սա մենք արդեն Ես տապակը կբերեմ։ Տապակը խտիր։ Յուղը կլցնենք, սա հարկավոր է չորացնել, այսպես ջուր չլինի, որտեղ կեղևապատելու ենք։
Մեզ մոտ համարյա շիլան էլ է պատրաստ։ Յուղը։ Պարոն Մամուլյան, այսքանը բավական է։ Այո։ Ծածկվի կեղևապատենք եւ իր յուղով արդեն կարելի է պահել երկար ժամանակ, մինչև 0-ից մինչև +5 աստիճանի տակ մենք կարողանում ենք պահել տհալը 3-ից 4 ամիս։ Երբ որ ուզում ենք օգտագործել, հանում ենք, քանդում ենք, կամ դնում ենք սառը, կամ նրանով կերակրում ենք պատրաստ։ Այդ թվում նաև տոլման։ Լուսինե ջան, դա փոխվեց, արդեն տաքացավ, դաղվեց յուղը։ Մեր գործելու ժամանակն է։ Մի թյուրը բռնում կա մեր խոհանոցի հետ կապված, կա կարծիք, որ մեր խոհանոցը ուղղակի սոցիալական վիճակից ելնելով շատ բույսեր են, վայրի բույսեր եւ այլն, որը իհարկե իրականությանը չի համապատասխանում, նորից անդրադառնանք մեր մառանի պարունակությանը, որտեղ կար տհալ, չորաթալ, գինի, օղի, արիշտա, հորած պանիր, կարագ, փոխին եւ այլն։ Լավաշ։ Այո, լավաշ, հացերի հացը իհարկե, այո։ Արագ կեղևապատելով, այո։ Արագ կեղևապատվեց։ Մի տեղեկություն կա մսի պահածոյի մասին, որը այսպես նշում է, որ մսի պահածոն առաջի անգամ Ֆրանսուଆ Ապելն է պատրաստել 1805 թվականին։ Ես հիմա ուզում եմ հասկանալ, որքանով տհալը մսի պահածո չէ։ Միանգամայն հենց երևի նա սա էլ նկատի է ունեցել։ Չէ, պահածոն այդ տուշոնկա չարչակված բառի մասին է խոսքը, բայց պահածոն միայն այդպես փակածը չի, պահած է նշանակում։ Միանշանակ։ Իսկ պահել միսը մեր նախնիները կարողացել են մշակել այնպես, որ այդ պահպանման ժամկետը առանց որևէ սարքավորման մինչև 4 ամիս երկարաձգվել է։ Ես պիտի նշեմ, որ երբ որ դնում ենք յուղի մեջ եւ պահում ինքը սպիտակում է, այսինքն կարելի է մի քիչ լավ կարմրացնել, չվախենալով։ Այնքան է փափուկ եւ տանը հատկապես մեր յուղաբնակ հասարակության մեջ տանը տհալ չկար ծմերվա համար, կամ ով ծմերվա պաշարը չեր անում։ Ահա, բարեկամներ, տապակվեց, տեսեք, կարմիր հաճելի կեղև ունի, հիմա միսն ենք շարում, յուղը լցնում վրան եւ այդպես կրկնում եմ 1-ից մինչև +5 աստիճանի տակ կարելի է պահել, բայց անպայման միսը ծածկվի ամբողջ յուղով։ Խնդրեմ։ Եթե չծածկվեց, կարելի է ավելացնել նորից յուղ։ Յուղ, որպեսզի չփչանա։ Դի անպայման ծածկված լինի։ Հետո թողնիկները միշտ ասում են, տատիկ տհալը երբ ես քանդելու։
Ասացնեմ։ Եվ կդնենք սառչի սառած ժամանակ, սառած տարբերակով արդեն Կամ մատուցենք։ Այո։ Այս վիճակում բարեկամներ դնում ենք սառչելու եւ փետուկի մեջ պահվում էր մինչեւ 4 ամիս։ Իհարկե հիմա մենք ապակյա տարաների մեջ ենք պահում տներում, բայց շատ լավ կլինի որ ունենանք նաեւ փետուկներ։ Մենք սառչելուց հետո կմիանանք եւ մատուցման ձևով արդեն շիլայի հետ կմատուցենք։ Լուսինե ջան, Այո։ տհալը պատրաստ է, շիլան պատրաստ է։ Շիլան կարծես թե պատրաստ է։ Մենք պատրաստ ենք։ Այո։ Մի փոքր յուղ ավելացնեմ շիլայի վրա։ Յուղ։ Այո։ Այդտեղ կարելի է եւ ջրով եւ կաթով։ Եվ կաթով, այո։ Բայց մենք քանի որ կաթով նախընտրեցինք, ավելի սննդարար լինի, շատ է խոսվում մանկական սննդի հետ կապված կամ դպրոցական սննդի հետ կապված մեր խոհանոցում ինչ-որ պակասություն լինելու, ինչով է պակաս, ինչով է վատ այս կերակրատեսակը որպես մանկական Ընդհակառակը շատ ավելի սննդարժեք։ Լավ, սոխը կտրեմ։ Այո։ Եթե թույլ կտաս, Իհարկե, ոչինչ։ Եթե կստահում ես։ Նշանակ։ Սովորաբար տհալը մատուցում են սոխով, չէ՞։ Այո։ Պրաս սոխը։ Այո։ Այդ պրասի մասին նույնպես կարելի է խոսել, շատ խոհարարներ մտածում են, որ պրասը հենց դրսի այսպես սննդի մթերք է, ոչ հայկական, բայց սխալվում են այդ մարդիկ, ովքեր այդպես են կարծում, որովհետև սա հենց պրասն է, ռուսերեն լուկ պարեյ, եւ կարելի է համարել ընդենիկ հայկական սննդամթերք, մեր բնաշխային ծանոթ։ Այսպես։ Տհալ։ Տան շղթողական նախածանց, այսինքն դժվար հալչող։ Սև հաց կամ բորոդինսկի կամ թեփից հաց, ըստիս ինքը շատ հետաքրքիր։ Ես երկրորդ անգամ չլսեմ այդ օտարահունչ բառերը, բորոդինսկի, չգիտեմ ինչ, պետք է օգտագործել ամբողջահատիկ հայկական հաց, ամբողջահատիկ ցորենից, լինի դա ցորեն, լինի աճար եւ այլն։ Այսպես։ Սա տհալը հարգելի հեռուստադիտողներ, որը մատուցում են որպես նախուտեստ եւ հետ առաջարկում են ներողություն։ հայկական տնական օղի, չէ՞։ Այո, եւ սա շիլայի համար արդեն ապսել։ Շիլան։ Այն մեզ մոտ պատրաստ է եւ հենց այսպես էլ պետք է լինի, որ դդումը հալվի։ Մատուցելուց ավելացնում ենք մի փոքր յուղ։ Իսկ ես հիշեցնեմ, որ պատրաստեցինք
բրինձը եւ դդումը միասին կտրատեցինք եւ խաշեցինք, այնուհետեւ կիսա պատրաստ լինելուց հետո, թե պատրաստ լինելուց հետո, մեղը պետք է Պատրաստ լինելուց, այո։ Այո, հիմա պատրաստ լինելուց մի քիչ նորից յուղ եւ մեղր տնական, բնական, իսկական հայոց բնաշխարհի մեղր։ Եվ մեր ալիքներին ունում են խառնել Այո։ եւ ճաշակել։ Սննդարար, համեղ Եվ օգտակար։ եւ օգտակար։ Խնդրեմ, բարի ախորժակ։ Սա էլ դդումով շիլան։ Շնորհակալություն Լուսինե ջան, ունես ասելիք մեր հեռուստադիտողներին։ Այո, իհարկե, ուզում եմ ուղղակի ասել, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Բարեկամներ, մենք ձեզ շատ ենք սիրում եւ գիտենք, որ դուք էլ մեզ սիրում եք։ Շնորհակալություն հայտնենք ձեր անունից նաեւ Լուսինե Հովհաննիսյանին, Լուսինե ջան, ապրես դու, շարունակիր այդպես ստեղծագործել եւ զարգացնել քո մասնագիտական կարողությունները։ Շնորհակալություն։ Շիլա դդումով եւ բրնձով։ Դդում 1 հատ, բրինձ 200 գրամ, աղ 16 գրամ, կարագ 80 գրամ, մեղր 80 գրամ։ Տհալ, ղավուրմա։ Տավարի փափկամիս 1 կիլոգրամ, տնական յուղ 1 կիլոգրամ, աղ 100 գրամ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ուզում եմ նշել, որ շիլան մատուցվի 65-70 աստիճան ջերմությամբ եւ հոգու ջերմությամբ իհարկե, եւ առիթից օգտվելով շնորհավորենք բոլոր նրանց, ում տարեդարձն է այսօր, եւ իհարկե այս կերակրատեսակները եւ ընդհանրապես մեզ գտնելու համար հասցեն անփոփոխ է Մադոյան 9 Մեգիրյան Կարպետ։ Լինենք առողջ ու երջանիկ, ասկ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամ։